Լույս առավոտին շարունակվում է եւ մենք միշտ նշում ենք, որ մեր տաղարում պատական մարդիկ չեն հայտնվում, մարդիկ են, որոնց մասին կարելի է խոսել անվերջ։ Եվ մեր հերթական հյուրն է, ում մասին իսկապես կարելի է խոսել շատ երկար ու ամենակարևորը իր հետ զրույցը շատ հաճելի է, ինչի փորձի ես արդեն ունեցել եմ։ Դե ինչ, անցնենք առաջ, մասնագիտության բժիշկ, հրաշալի նկարների հեղինակ, այժմ նաեւ ուսուցիչ։ Ինչպես է այս ամենը մեկ տեղում եւ որքանով են մեկը մյուսին օգնում, կիմանանք մեր հյուրից, իսկ մեր հյուրն է ֆանտաստիկ մարդ, նկարիչ Շանթ Կարապետյանը, ու կամ շատերը ճանաչում եք նրան որպես Շակարդ։ Ողջույն։ Լույս առավոտին։ Բարև։ Բժշկությունը ու արվեստը առաջին հայացքից տարբեր աշխարհներ են, ձեր դեպքում ինչպես են դրանք լրացնում միմյանց։ Այս պայմանությամբ երևի միայն օգնում են նկարելու մեջ, որովհետև դե բժշկությամբ չեմ զբաղվում եւ միայն հիմա անատոմիական գիտելիքներ եւ իհարկե նաեւ երևի բժշկի մտածելակերպը մի քիչ ավելի հանգստությունը, մի քիչ, չգիտեմ, ձեռքի այդ չդողալու երևույթը, բայց միայն այս պայծրությամբ դե ինչպես արդեն նշել եմ մի քանի հարցազրույցներում, որ բժշկությունը պարտվեց արվեստին, հիմա միայն արվեստն է, բայց արվեստը գնալով ավելի ճյուղավորվում է, ինչպես դուք նշեցիք, որի մասին շուտով կարծում եմ կխոսենք։ Այո, Շակարդ, համաձայն եք, որ ասում են, որ Աստված մեզ հետ խոսում է տաղանդավոր եւ լավ նկարչի ձեռքերով, լավ երաժշտի ձեռքերով, լավ բժիշկի, ինչպես եք դուք ընկալում դա։ Շատ փիլիսոփայական միտք հնչում, կարող եմ համաձայն լինել, բայց գիտեք, Աստված մեր հետ տարբեր լեզուներով է խոսում, իմ համար ամենակարևոր լեզուն դա բնության լեզուն է, չգիտեմ, ցանկացած ժամանակ ուղղակի երբ կյանքից նեղացած կլինենք կամ դեպրեսիվ ինչ-որ վիճակ կամ թեկուզ լավ վիճակ լինի, ամենաառաջին բանը երևի բնությունը պետք է լինի, որը օգնի մեզ։ Բնության միջոցով նաև մարդիկ հենց եթե օրինակ ստեղծելու մասին է խոսքը, կարծում բոլոր նկարիչների, երաժիշտների, բոլոր արվեստի մարդկանց լավագույն մուսան բնությունն է եղել, հետևաբար իրանք էլ ստեղծում են բնության շնորհիվ եւ այդպես խոսում են արդեն մեզ հետ։ Կարծում եմ երևի թե ավելի շատ բնությանը պետք է առաջնահերթություն տանք։ Ձեր նկարներում հաճախ զգացվում է առանձնահատուկ տրամադրություն, ինչն է սովորաբար դառնում ստեղծագործության մեկնակետը, զգացմունքը, պատմությունը, թե մարդու կերպարը։ Այնքան խառն է, անկեղծ, չկա ինչ-որ մի օրինաչափություն, այստեղ կարող եմ մենք նստած զրուցենք, կամ առհասարակ ուղղակի կյանքում զրուցեմ ինչ-որ մեկի հետ, կամ երաժշտություն լսեմ, կամ ինչ-որ մի բան տեղի ունենա, եւ դա դառնա ծիլ, որը որ հետագայում արդեն մեծ ինչ-որ ստեղծագործության կվերածվի, այսինքն հստակ օրինաչափություն չկա, որ այսա անում եմ, ինչ-որ միտք է գալիս եւ դրանից ծնվում է շատ ժամանակ ընթացքից է ծնվում, շատ ժամանակ ուղղակի ինչ-որ զրույցից, կարող է դուք էլ չիմանաք, ինձ մի հատ սիրուն, մի հատ միտք կա, կայծ տակ եւ դա հետո խմորվի, արդեն դառնա ինչ-որ մի ստեղծագործություն, այսինքն անկեղծ չկա ինչ-որ օրինաչափություն, որ ասեմ, այ գիտեք, այսինքն անում եմ, հետո այս քայլը անում եւ վերջ, ինչ-որ մի հատ նկար պատրաստ է։ Նույնիսկ ամբողջական շարքեր են ծնվել, փոքր ինչ-որ մի նախադասությունից կամ չեմ ինքնամոտիվացիայից, ինչ-որ ապացուցելու պատճառով, այսինքն օրինաչափություն չկա, շատ տարբեր է։ Իսկ որպես ուսուցիչ այսօր երիտասարդ ստեղծագործողների մոտ որ հատկանիշն եք ամենաշատը գնահատում։ Առաջինը դա իհարկե տաղանդը, եթե գիտեք, այստեղ միշտ կռիվ գնում է, չէ՞, տաղանդի աշխատասիրության մեջ, դիսցիպլինայի եւ չգիտեմ մոտիվացիայի մեջ, երկուսն էլ իհարկե կարեւոր են, բայց քանի որ խոսքը գնում է ստեղծագործ աշխատանքի մասին, ես ուզում եմ մի քիչ տաղանդը առանձնացնել, որովհետեւ ինչ-որ առաջի պլանա լինի, որովհետեւ անկեղծ եթե նույնիսկ շատ աշխատասեր մարդ է, եթե իրանը չի այդ ինչ-որ ինքը զբաղվում է, կներեք, բայց այնտեղ շատ լավ խոսք ունի ասած, չէ, եթե ձկանը նայենք բոլոր հանճարեղ են, բայց ձուկը ծառ չի կարող բարձրանալ, այսպես հենց այսպես չի ասել, բայց դա է նկատի ունեցել, հետեւաբար տաղանդը առաջնահերթություն է։ Բայց միայն տաղանդն էլ էլի իհարկե բավարար չի, էլի պետք է նաև գտնես չակերտավոր սոված մարդկանց,
ուղիղ իմաստով չէ, այսինքն քաղցած արվեստի հանդեպ քաղց կլինի, սպորտի հանդեպ լավագույն սպորտսմենները ովքեր են, ովքեր լավագույն ֆուտբոլիստներ, օրինակ ովքեր չեն ունեցել կոշիկներ, չէ, ֆուտբոլային կոշիկներ, վատ ապրելակերպ դարձել է հզորագույն մոտիվացիա։ Դրա համար երկու օրինակ կբերեմ, մի անգամ հիշում Ջիվան Գասպարյանի հարցազրույցն էի նայում, ասում էր, գիտեք, լավ ընտանիքներից չեն կարող դուրս գալ լավ դուդուկահարներ, պետք է լինի որփա տնից, այսինքն միտքը հենց նրան մակա, իհարկե շատ ուղիղ չենք ուզում հասկանանք, բայց կարծում եմ այնուամենայնիվ պետք է այդ սովը լինի։ Արվեստի մեջ կլինի, չգիտեմ, քաղաքականության մեջ կլինի, չգիտեմ, սպորտի մեջ պետքա մարդը ինքնին քաղցած լինի, որպեսզի ամեն անգամ նորի համար, չգիտեմ, տառապի, չարչարվի եւ վերջում իհարկե արդյունքը հրաշալի է լինի։ Այս կոմպոնենտները իմ համար թե ուսանողների մեջ, թե աշակերտների մեջ, չեմ, առաջնահերթություն է։ Հետագայում արդեն ես իհարկե տեխնիկաները կսովորացնեմ ամեն ինչ կամ դա երկրորդականն է, բայց առաջինը բնավորությունն է շատ կարևոր, ինչ բնավորությամբ երեխա է կամ ուսանողը արդեն։ Այս ընթացքում մենք դիտում էինք ձեր աշխատանքներից ու Շանթը իդեպ 44-օրյա պատերազմի մասնակից է եւ ծնվեցին տարբեր նկարներ, այն ապրումները, այն ինչ որ դուք տեսել եք, այն ինչ որ դուք զգացել եք, դուք եղել եք պատասխանատու մոտ 13-14 զինվորի, որովհետեւ դուք գնացիք որպես սերժանտ, եթե չեմ սխալվում, դուք այդ նկարները, այդ հավաքածուն ձեզ հետ տարաք Վենեցիա, որը որ ձեր նպատակներից եւ ցանկություններից մեկն է։ Ինչու հենց այդ հավաքածուն տարաք Վենեցիա, ցույց տալու աշխարհին այն բոլոր ապրումները, որ դուք եւ հազարավոր տղերք են տեսել ապրել, թե ինչ որ հարցեր բարձրացնել, թե ինչ որ հարցերի պատասխաններ ստանալ եւ տալ։ Հա, շատ շնորհակալ եմ այս հարցին, որտեղ ոնց որ թե ոչ ոք չէր տվել։ Ամենաառաջինը, որ մեծ շարք ունեցա պատերազմի մասին եւ մեկ իմ լավագույն գործընկերությամբ կարծում հենց այդ պատերազմ աշխատանքն է, այդտեղ մեկ կտավում փորձել եմ ներկայացնել ամբողջ զգացած, տեսած, լսածը։ Ես գիտեք քննարկում էի Վենեցիայի ցուցահանդեսից առաջ, արդյոք արժի ինչ որ բացասական մոտիվներով խիստ հայկական կտավներ տանել ներկայացնել իտալացուն, ով խոշոր հաշվով այդքան էլ հետաքրքրված չի լինի, բայց այստեղ արդեն ուրիշ հարց է առաջանում, բայց արվեստի իմաստը որն է, բայց իմ լավագույն աշխատանքը, իմ ապրումները եւ հետո ես չեմ ուզում ուղակի կտավին նայենք որպես ներքի կտորի եւ չգիտեմ վրցնի համաձուլված կտավը մեջ միտք կա, գաղափար կա, ապրումներ կան։ Դրա համար ես շատ ուզեցի, որ իրանց, այսինքն եթե հայերն են նայում, ուրիշ մոտեցումով են նայում, բայց եթե նայում է անկախ մեկը, ով չգիտի պատերազմը շատ ժամանակ ինչ է, իրանք գնահատում են հենց էմոցիոնալ դաշտը, ոչ միայն տեխնիկան, այլև էմոցիան եւ շատ մեծ ուրախությամբ փաստեմ, որ փոխանցվեց այդ էներգիան, իհարկե էներգիան այդքան դրական չէր, բայց կարևորը որ էներգիա կա։ Հայաստանյան ցուցահանդեսի ժամանակ շատ հետաքրքիր էր, առաջին անգամ ես տեսա, որ մարդիկ եկան, կանգնան նկարի դիմաց, ամենայն անկեղծությամբ հոնգուր լացեցին եւ գնացին։ Այն աչքերի այդ աչքերի նկարի, հա, ինձ մենակ այդ է պետք, ոչ թե իրանց լացն է պետքա որ իմ կտավների մեջ ինչ որ էներգիա լինի, ինչ որ փոխանցման ինչ որ էներգիա պետքա լինի եւ կարծում եմ ճիշտ որոշում էր Իտալիայում նաեւ ոչ միայն հենց այդ գործերն էին, այլ նաեւ այդ գործերն էին, կարծում եմ ճիշտ որոշում է եղել։ Եթե հաջորդ ցուցահանդեսը կազմակերպեմ եւ էլի նմանապ հստակ թեմա չի, էլի տալ դեպի Ֆրանսիա ստացվեց, թե դա։ Դե ժամանակը մոտենում է։ Շատ լավ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր վախենում են կյանքի ընթացքում փոխել մասնագիտությունը եւ հետեւել իրենց կոչմանը։ Եթե նախադասությունը կիսենք, ինչ խորհուրդ կտակ մարդկանց, ովքեր վախենում են, այդ դրան արդեն հաճախով կպատասխանեն, որտեղ էական չի, արդեն դրա շարունակությունը պետքա չվախենալ։ Ընդհանրապես մեկ կյանք ունենք, շատ չկա, որ ասենք լավ, սա չեղավ, Մարիո խաղ կար, չէ, հետո թազա կանցնեմ, թազա կյանքի սուր կուտեմ, ընդհանրապես մեկն է։ Առավոտը քնից ելնելուց գնաս
Եթե քո սիրած մասնագիտությամբ չզբաղվես, արդեն երջանկության մեջ շատ մեծ կտոր դուրս է գալիս։ Եթե լավ ընտանիք չկազմես, ելի շատ մեծ կտոր դուրս է գալիս։ Այսինքն շատ պարզ է իրական մեզ հարցի պատասխանը։ Պետք է ուղղակի չվախենալ, պետք է փորձել, բայց գիտակցված, խելամիտ, ոչ թե ուղղակի աբստրակտ շարժումներ անել, չէ, գիտակցված, խելամիտ մարդիկ պետք է գնան իրենց երազանքի հետևից։ Իհարկե ես հասկանում եմ, որ 8 միլիարդ մարդուն չի կարող վերաբերել, պետք է ընտրվեն անհատները, ովքեր իրադարձությունները մի քիչ ուրիշ ձև կնայեն, բայց խորհուրդ կտամ առհասարակ ոչինչի չվախենալ։ Կլինի դա 30 տարեկան, կլինեն 40 տարեկան, շատ մեծ օրինակներ կան, որ 60 տարեկանում նոր մասնագիտություն ու հաջողության են հասել։ Դրա համար ուղղակի պետքա չվախենալ, ցենց անպագորգոր թող չնչի, բայց դա որ վախեցան ինչ ա լինելու։ 40 տարի, 50 տարի նույն մասնագիտությամբ, հստակ աշխատավարձով, ես չգիտեմ, իմ բնավորության դա չի համապատասխանում, հնարավոր է մարդիկ կան, որ սիրում են ստաբիլ, հստակ նշմարված լինի ամեն ինչ։ Ես այդպես չեմ մտածում, չեմ ուզում։ Ինչ որ բանի վերջ, ինչ որ նոր բանի սկիզբն է, այսպիսի գրառմամբ դուք ունեիք մի post ձեր էջում, եւ եթե չեմ սխալվում, այս նկարների շարքում, որ մենք դիտում էինք, այդ քանդակը կար, բայց հիմա այլևս չկա այդ քանդակը, որովհետեւ դուք ձեր ձեռքով, այսպես ասած, ոչնչացրեցիք նրան։ Ինչու՞։ Ես ոչնչացրել եմ որոշակի աշխատանքներ, բայց հավերժ են իրանք ոչնչացվել, կտավներս վառել եմ, դրանք առանձին թեմա են, բայց այս անգամ քանդակը ինքը հավերժ չի ոչնչացվել, այսինքն իր մակետը ես ունեմ, հետագայում ինքը իհարկե կդառնա քար, որտեղ հիմա դեռ կավը իր բնությունը կավի հենց այդ է, պետք է իրանից մի բան սարքես, հետո իրան ոչնչացես, նորից մի բան սարքես, հետագայում քարին անցնելու համար։ Սկզբնական այս աշխատանքները քանդակի իմ համար ես ինձ սովորացնում եմ, ինչ որ մի этаպում արդեն կգաք ցուցահանդես եւ այդտեղ ոչ միայն կտեսնեք կտավներ, այլ նաեւ մարմարից քարեր։ Դա իմ երազանքն է։ Տեսեք, նոր 31 եմ, հեսա 2 եմ լինում, առաջնակամ դեռ մարմարին չեմ կպել, բայց հստակ ասում եմ, ինչ որ մի օր գալու եք տեսնեք ցուցահանդեսին մարմարից աշխատանքներ։ Էլի չվախենալու մասին է խոսքը, հնարավոր է եւ հուսանք տես չի լինի, բայց հենց էլի չվախենալու։ Նոր մի բան է, որը որ դեռ չկա, բայց այստեղ հա իբվում է ամեն օր հուսանք կլինի։ Շատ լավ։ Իսկ ձեր կարծիքով արվեստը կարելի է սովորեցնել, թե այն նախ եւ առաջ ներքին շնորհ է։ Ներքին շնորհը, այսինքն բժշկության մեջ էլ այսպիսի մի բան կա, գենետիկ նախատրամադրվածություն, այսինքն ինչ որ նախատրամադրվածություն պետք է մարդու մոտ լինի։ Կան մարդիկ, ովքեր շատ լավ բիզնեսմեններ են, իրանք ծնված օրվանից կարողանում են վաճառ քանել, կան մարդիկ, ովքեր ունեն գեղագիտական զգացողություն, ովքեր կարող են արվեստի ինչ-որ մի ճյուղով զբաղվել։ Էական չի որ ճյուղով, ընթացքում իրանք կընտրեն դա։ Այդպիսի երեխաներ եմ ես փնտրում եւ ուսանողներ էլ այդպիսի ունեմ, ովքեր գեղագիտական զգացողություն ունեն։ Ես իրանցից դա հասկանում եմ։ Հետևաբար ինչ-որ նախատրամադրվածություն պետք է։ Բայց շատ կարևոր է նաեւ սովորելը, շատ կարևոր նաև տեխնիկական այդ գործիքներին տիրապետելը, որը որ մի քանի անգամ հեշտացնում է աշխատանքը, քանի որ ես ոչ մի տեղ չեմ սովորել, ես A կետից B կետ տեղափոխվելու համար մի 20 հատ ուրիշ կետով էի պտտվում, նոր գալիս էի A կետից B կետ, շատ փոքր մի հատ բան էր պետք իմանալ, բայց չգիտեի։ Հիմա ես դա փորձում եմ հեշտ փոխանցեմ ապագա սերունդին, բայց գիտեք մյուս կողմից էլ այդ A կետից B կետը երբ որ այլ կետերով ես տեղափոխում, դու այդ կետերի ընթացքում նոր բաներ ես բացահայտում եւ այդքան էլ շատ վատ բան չի, բայց իհարկե նաեւ պետքա մեկը լինի, որ ասի սա այդքան էլ ճիշտ չի, ճիշտ ու սխալ հստակ չկա մանավանդ արվեստում, ավելի ճիշտ կլինի, որ այս ճանապարհով գնաս, որտեղ շատ ավելի հեշտ ես հասնելու քո ուզածին, բայց չի կարելի ուղղակի ասել սա շատ վատն է, սա սխալ է, որտեվ կրթական այդ համակարգը իմ համար անընդունելի է, էլի մանավանդ արվեստում, իսկ ով է ասել, որ սա սխալ է կամ չգիտեմ, չի կարելի այսպես նկարել, էլի։ Ցավոք սրտի մեր եթերաժամը միշտ շատ քիչ է ու մենք ձեզ հետ ես կուզեմ կրկին գաք մեզ հյուր, մենք խոսենք այն կտավների մասին, որ դուք այրել եք արդեն, որոնք հանդիպում եք, ես կուզեմ ստրիթ արտից խոսենք ձեզ հետ, նաև
նաև ուզում եմ տեղեկացնել, որ դուք մեր հեռուստայտողին եւս, որ դուք երկու կենտրոն ունեք արդեն բացած, որտեղ փոքրիկ սաներ շատ ունեք եւ ձեր անհատական ցուցադրությունները դրել եք մի կողմի վրա եւ ամբողջությամբ լցվել եք տաղանդներ բացահայտելու եւ սովորեցնելու այս ֆանտաստիկան, ինչպես նաև ուզում շատ վերջում շատ արագ ամփոփենք եւ հիմա մի աշխատանքի վրա մի գործ ունեք, մի նկար ունեք, որ վրա աշխատում եք, սկյուրի մազով, սկյուրի մեկ մազով ստանում եք աչքի այդ մազանոթների այդ հատվածն եք, չէ՞ իմաստում, ինչը եւ անհասկանալի է, եւ բարդ է, եւ what, ինչի մասն է։ Ֆենոմենալ է։ Որ արագ ասեմ ժամանակին իմ ամենամեծ հզոր աշխատանքները միշտ եղել են 1 ամիս։ Այն մեծ street art նկարից, պատերազմի աչքերից բոլոր 1 ամսից ավել ոչ մի բան չտեվ։ Այս մեկ աշխատանքն է, որ արդեն 4 ամիս է նկարում եմ եւ մի 60%, 70% եմ նկարել, այսինքն դեռ մի 3 ամիս է նկարեմ, հա։ Տեխնիկան է ուղղակի այլ։ Ես սովորաբար նկարում եմ 4 շերտով, հիմա նկարում եմ 6 շերտով։ Պատկասեք, այսինքն պատկասեք առանձին 6 գործ եմ նկարում իրար վրա եւ այս տեխնիկան շատ բարդ է, ինքը ամենա այն խորքային վերածնդից սկսած, հետո բարոկոից այս տեխնիկայով են արել, շատ շերտավոր աշխատանք է եւ հետեւաբար ինչ որ մի շերտում, հա, պատկերացրեք 4-րդ շերտի 5-ի արանքը մաշկի երակները ստանալու համար առանձին պետքա իմանաս նախտեղել, դա էլ բժշկությունն է պետք գալիս, ինչ որ մի շերտում պետքա դնես հաջորդ շերտը մաշկի պես, հետո որ ինքը մաշկի տակ զգացվի երակները։ Հասկացա՞ք։ Նույնը շուրթերը, չէ՞ կապ։ Նույնը շուրթերը, հիմա աչքերը կոնկրետ այդ օրինակով, հա, սկյուրի մեկ մազով նկարում է աչքի այս 3-րդ կոպի մազանոթները։ Եթե ձեզ հետաքրքիր ու անհասկանալի է թե ինչի մասին ենք մենք խոսում, ես առաջարկում եմ պարզապես Շակարդի էջին հետևեք, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան, եւ ձեր փոքրիկները կարող են գնալ Շակարդի մոտ, վստահ եմ, որ եթե չդառնան նկարիչ, պետք է չի, բոլորը պետք չի որ դառնան նկարիչներ, բայց պետքա որ արվեստը սիրեն, եթե ծրագրավորողն ուզում ոչ մի խնդիր, իհարկե, եւ հետեւաբար մեր հասարակությունը բավականին լավ է կլինի։ Դե ինչ մի քանի ամիս անց Աստվածուհու ավարտեք տեսնենք ձեր էջում արդեն։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Մեր հյուրներ հաջողություններ ենք ցանկանում։ Այո, ֆանտաստիկ։ Ուղղակի կարող եմ ասել տաղանդավոր մարդ Շանթ Կարապետյան կամ Շակարդը։ Ձեզ լավ օր։ Ձեզ ապրեք։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողին, վարկյանների պես անցավ մեր եթերը։ Մեկ շնչով։ Այո, ձեզ լավ օր ենք մաղթում, վաղը տարօրինակ աշխատեն արդեն մեր մյուս գործընկերներ, իսկ մենք հանդիպենք երկուշաբթի։ Ձեզ լավ հանգստյան օրեր եւ լավ մնացեք։ Այո։